ավելի բարձր գնով, չնայած որ ուներ իբրև հնարավորություն ավելի նվազ գնով ձեռք բերել այդ պարագաները, դրալ պարագայում ուղղակի անմիջապես ներմուծող և արտադրող ընկերություններից, այդ կերպ իբրև նաև դրանով թույլ է տվել, որպեսզի այդ ընկերությունները, որոնք ունեն իբրև փոխկապակցվածություն Հայաստանյան Սուրբ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների հետ, իրենց համար առաջացրել են մեծ շահույթներ, այդ կերպ խուսափել են առանձնապես խոշոր չափերով հարկերից և արդյունքում որոշակի գործարքներ կատարելով իբրև լեգալիզացվել են համապատասխան դրամական միջոցները։ Այսինքն որը բարձրաստիճան հոգևորականների մասին որոշակի ածված տվյալներ այդտեղ պատկեր չեն, ինչ վերաբերվում է թմբաբանական ցուցանիշին հրապարակելու հնարավորություն չունեն, պարզապես քանի որ խոսքը գնում է նախաքննական գաղտնիքի մասին, բայց ընդհանուր պատկերը հետևյալն է, որ ունեցել են իբրև հնարավորություն ուղղակի անմիջապես արտադրող և ներմուծող ընկերությունների ձեռք բերել համապատասխան բժշկական պարագաներ, չեն արել դա, ձեռք են բերել բժշկական պարագաներ մի այնպիսի ընկերություններից, որոնք իբրև փոխկապակցված են բարձրաստիճան հոգևորականների հետ, այդ կերպ իրենց համար առաջացնելով մեծ շահույթ և դրանով պայմանավորված հետագայում որոշակի գործողություններ կատարելով խուսափել են հարկերի վճարումից, ամբողջը վերաբերում է Հայաստանյան Սուրբ Առաքելական եկեղեցուն։ Բայց այստեղ այդ ազգությունը որտեղից կարող է Ես հիմա պարզաբանում։ Տեսեք, Իզմիրլյան բժշկական կենտրոնը ստացված փաստական տվյալների և դա փաստը, որը մեկի համար գաղտնիք չի, պատկանում է և գտնվում է հսկողության տակ Մայր Աթոռի։ Եվ Մայր Աթոռի դրած պարագայում փոխկապակցվածությունը արդեն Սուրբ Առաքելական եկեղեցու հետ, ասում են, որ նշված գործողությունները հենց վերաբերում է այն ընկերություններին, որոնք որ փոխկապակցված են իբրև այդ բարձրաստիճան հոգևորականների հետ, դրանով պայմանավորված խուսափում է եղել չարամտորեն հարկերի վճարումից և դրա արդյունքում հաջորդի գործողություններով, այսինքն գործարկային գործողություններով իբրև լեգալիզացվել են համապատասխան դրամական Այս ընկերությունների հետ ուղղակի